Պայմանագրային զինծառայող է մահացել Պաշտպանության նախարարությունից Ֆակտոր TV-ին հայտնել են, որ նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, պարույթ է նախաձեռնվել։ Պաշտպանական գերատեսչությունից այլ մանրամասներ չեն նշել։ Սա այս տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 14-րդ մահվան դեպքն է։ Սուրեն Պապիկյանը նորություն է համարում այն, որ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, չի կարող ասել, թե ինչով են պայմանավորված բանակում վերջին շրջանում արձանագրված սպանության կամ ինքնասպանության հաջորդական դեպքերը։ Հավելել է, դա մարտահրավեր է, որը միայն իրենը չէ, համակարգային խնդիր է եւ համակարգային մոտեցում է պետք։ Պապիկյանը նաեւ հայտնել է, որ զինված ուժերում մահվան դեպքերից հետո մտադիր են նոր նշանակումներ անել։ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել, երբ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Գարիկ Սարգսյանը ԿՊ-ի մյուս անդամների նման ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսին աշխարհի կանոնով է կոչել։ Ընդդիմադիր падգամավորները սկսել են հարվածել սեղաններին, ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կոչ է արել դադարեցնել։ Նիկոլ Փաշինյանն էլ հեգնել է ընդդիմության արձագանքը, հայտարարելով, թե կարող է ամեն երկրորդ նախադասության մեջ ասել կտրիչ Ներսիսյան։ Ընդդիմադիր падգամավորները լքել են նիստերի դահլիճը։ Կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործով դատավոր Սարգիս Դադոյանն այսօր ինքնաբացարկ է ներկայացրել Բրյուսովի անվան համալսարանին առնչվող գործով առաջին նիստի ժամանակ դատավորը նշել է, որ նախկինում աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում եւ այս գործով դեռևս 2019 թվականին ներգրավված է եղել որպես վարույթն իրականացնող մարմին եւ անկողմնակալության հետ կապված ողջամիտ կասկած կարող է առաջանալ։ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Բուսասանիտարական վերահսկողության պահանջները պետք է պահպանվեն, սակայն կահիկական կողմի հետ կապված որոշակի խնդիրներ կան, երկխոսությունը շարունակվում է, հավելել է նա։ Օվերչուկը նաև շեշտել է, խոսքն այն մասին չէ, որ Հայաստանից արտահանվող բանջարեղենն ու մրգերն անորակ են, սակայն դրանց մեջ կան վնասատուներ եւ հիվանդություններ։ Ռուսաստանը մայիսից սահմանափակում է հայկական մի շարք ապրանքների ներմուծումը ծաղիկից, միրգ բանջարեղենից մինչև ձուկ եւ հանքային ջուր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելարուսով Ուկրաինա է վերադարձել 10 զինծառայող, նրանք կռվել են Դոնեցկի ուղղությամբ, բոլորը անհետ կորած էին համարվում։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին։ Ուկրաինա եւ Ռուսաստան էր վերադարձել 103-ական մարտ։